Մդեգարաչի նորացնդուգյամ զաներուց հայդերասված մեր
Amen.
Եվս պատվանան հայրամերն ամեն
Ուրախալան սիրելի հավատացյալներ, այս դեկտեմբերի նախավերջին գիրագիներն մեկը ու բոլորս հավատված այս սուրբ եկեղեցվո խորանին առաջ և այս սուրբ եկեղեցվո գամաններու ներքև մեր աղոթներ արասված կպարշացնեն, որ մեզի դա առողջություն, դա խաղաղություն, դա առողջություն և մենք կարողանանք մեր կյանքը, մեր առօրյան, մեր անհատական քաղաքական կյանքը դնել այնպիսի ունի մեջ, ուր մենք հաճելի լանք ոչ թե մարդոց, ոչ մեկս լույսին, այլ հաճելի լանք Աստուծո, որովհետև մեկս լույսին շատ գրի կրնանք հաճելի ըլլալ, ինչպես անցյալ գիրագին խոսեցանք այս հարցի մասին, իսկ մենք հաճելի պետք է ըլլանք Աստուծո առաջ, որովհետև միայն այդ ցեղովը, որ մենք կրնանք սիրելի հավատացյալներ, մեր կյանքը դալ անոր իմաստ, դալ անոր բարունակություն և դառնալ իսկապես քրիստոնյա, որպես մարդ, նաև որպես մգրտյալ հայ առաքելական եկեղեցվո զավակ։ Այսօրվա ավետարանը ուքան մեզի հետևյալ առակը պատմելու ու գաս ավետարանչի 17 գլխու առաջին համարեն մինչև 10-րդ համարը։ Հիսուս իր աշակերտներուն ըսավ. «Կայտառություններ անպայման որ պիտի պատահին, բայց վայն այն մարդուն, որում ցերկով ուրիշներ կայտառության մեջ գինան։ Նախընտրելի պիտի ըլլար, որ իր վիզեն չաղացքի քարմը անցնեն և զիտ ձողը նետեին, քան թե այս փոքրիկներն մեկը կայտառեցներ։ Հետևաբար զգուշացեք, եթե եղբայրդ մեղք գործե, հանդիմանեզին, և եթե զղջակները իրեն, նույնպես եթե մեկ օրվա մեջ 7 անգամ քեզի դեմ մեղանջե և 7 անգամ քեզի քալով ըսե, գզղջամ պետք է ներես իրեն»։ Առաքյալները լսելով այս մեկը ըսին Տիրոջ. «Ավելցուր մեր հավատքը», դերը ըսավ. «Եթե մանանախի հատիկի մաչապ հավատք ունենաք և ըսեք այս պիտենին, արմադախիլ եղիր և ձողու մեջ տնգվեք, պիտի հնազանդի ձեզի»։ Այս խոսքերը քիչ առաջ ընթերցեցինք գրաբար, Սուրբ Խորանեն և մենք կան այսօր աշխարհաբար ավելի իմաստը հասկանալու այսօրվա ավետարանական պատգամին։ Մենք հաճախ սիրելի հավատացյալներ միշտ դարագուսանքի մեջ եղած ենք, միշտ մեկս մյուսին կհարցնեն, հատկապես մեր հավատական կյանքին ընթացքին, թե մենք երբ պետք է ներենք մյուսին, մենք ինչպես կրնանք ներել մեկումը, որ մեզի հանդեպ մեղք գործած է, և ինչ է, որպես քրիստոնյա վայել շարժումը կամ արարքը, որ մենք կրնանք նաև նկատվի ոչ թե որպես միայն մգրտյալներ կամ մեր անցակրի մեջ կրված մգրտյալներ, քրիստոնյաներ, այլ մեր կյանքով և մեր օրինակով դալ այդ մեկը որպես փաստ, թե ես քրիստոնյա ցևով կմտածեմ, քրիստոնյայի կյանքով գաբրի և այս բոլորի մեջ ես ընելիք ունիմ և այդ մեկը, այդ շատ բաներն մեկը ներելն է, բայց ներելը նախապայմաններ ունի։ Ես չեմ կրնալ կալ եկեղեցի և հաղորդություն կստանալ, եթե չխոստովանիմ։ Խոստովանանքը, որի հայ առաքելական եկեղեցվո օրինակով հավատական է, այլ եկեղեցիներ ունին անհատական խոստովանանքներ, բարձրապես չէ, որ մենք մեր սիրտը փանանք մեկումը հոգևորականին և մեր քաղաքները իմանանք։ Այդ մեկը չէ։ Այլ մենք կալով և հաղորդություն ուզենք ստանալ Քրիստոսի մարմինը և արյունը փոխաբերական իմաստով նշխարի և քինին ջանքով մեզի որ պիտի հասնի, մենք եթե զղջումի մասնակցած չենք, մենք բարձրապես հաց մնե որ մեր կերանը գտնենք և գցկենք և տանք։
Նույնիսկ այդ մեկը չի ներգործել մեր կյանքի մեջ։ Բաց շարժումը գլա մեքենայական, ինչպես մեզ շատերը ամեն իրագի առանց զղջալու, առանց ներողություն խնդրելու, ոչ քահանայեն, այլ պատկեր Աստուծո, որ մեր առաջ է խորանի ջամբով, Աստուծո մեր արած մեղքերուն համար։ Այսօրվա ավետարանը կա մեզ իսելու, որ այդ մեղքերը, որ մենք գործենք մարդոց եւ օրինակ ու դա եղբորը, եթե ես եղբորս թե մեղք գործեմ, կամ եղբայրս ինձ թե մեղք գործեմ, եւ կա եւ ներողություն խնդրեից մե հասկանալով իր արած այդ արարքը ինձ դեմ ես բարդավորեմ ներել դինեմ։ Եվ գսե ավետարանը Իսուս գսե, եթե 7 անգամ օրվա մեջ պատահի այդ մեկը, պետք է որ ես իրեն ընդունիմ։ Եվ այդ մեկը սիրելի հավատացյալներ, բաց շարժումը չէ։ Երբեմն սովորությունալին գսեն, եթե ներեմ այս անգամ նորեմ մի դինեն, գես կադակ, գես լուրջ, այդ չի հարցը։ Հայցը որ այդ անցը, որ մեղքը գործե, թե ինչպես ուկա և այդ մեղքը խոստովանի անցին գամ Աստծո արջև իր գադարած մեղքերուն համար։ Եվ ավելի այսօր ուկա մեզի այսօրվա ավետարանը նաև Քրիստոսի այն քեղեցիկ խոսքը մեզի փոխանցել, որ եթե մենք հավատ ունենք եւ ասենք արմանի ծարիմը, որ արմադախիլ եղի եւ դեղաշարժե, ծար պիտի ենթարկվի մեզի, որով այդ մեկը հավատքով ասենք, այդ մեկը հավատքի զորությամբ անոր համար է, որ գտեսնենք Հիսուսի կյանքի ընթացքին կատարած բոլոր հրաշքները, բոլոր բժշկությունները, մարդոց, որը 33 տարիներու վրա տարածված, խախտիկը այն էր, որ գտեսներ անցին նկատ մեջ, եթե հավատ ունի, և միշտ ըստած է, ու հավատքը քեզ խրգեց, և զիտ բժշկած է, այդ բոլոր հիվանդներուն կամ բոլոր կատարած հրաշքներուն։ Ուրեմն մեր քրիստոնյան ըլլալու կամ չըլլալու կամ այսպես կոչված բարձրապես գոչյալ քրիստոնյաներ ըլլալու հիմնական հատկատիշը հավատ ունենալն է, որտեղ առանց հավատքի սիրելի հավատացյալներ ամեն օր եթե եկեղեցի կամ ամեն օր եթե եկեղեցին աստիճանները ձունգով վեր բարձրանալ, իմ հասակովս մոմեր վարեն, մադաղներ ունեմ, այս բոլորը իմաստ չեն գնա ունենալ, եթե ես մեջս հավատք չունեմ, որտեղ հավատքն է, որ պիտի բրգեին ոգիս, և ոչ թե անիչ, որ ես ցույց մարդկանց գնեմ բարձրապես որ Երևան, որ ես լավ քրիստոնյա եմ, ես աստվածավախ եմ, և ես մեր շատերը գահայարարենք այդ մեկը, ես աստվածավախ եմ, ես լավ քրիստոնյա եմ, ես ամեն օր ավետարանը գարտամ, ես ամեն իրագի եկեղեցի կգամ, ես ամեն իրագի հաղորդություն կվերցնեմ, և ինչ կնշանակի, եթե եղբորս չեմ ներել, որ ինձ մեր ներողություն խնդրած է, եթե ես սերով չեմ մոտենալ իմ շրջապատիս մեջ, եթե ես ամեն քայլափոխի գործեմ վնաս հասցնել իմ շրջապատիս մեջ գտնվող, նույնիսկ ինձի սիրելի մարդոց, ընտանիքի անդամներուս, լավ ես ինչ եմ այդ մեկը, հաղորդություն ամեն իրագի ստացողը, կամ ամեն իրագի եկեղեցի եկողը, կամ մադաղնողը, կամ ողորմություն ունողը, եթե հիմնական քրիստոնյայի, հիմնական սկզբունքային այդ մի քանի կետեր ես չունիմ իմ մեջս։ Եկեք սիրելի հավատացյալներ, այս տարվա վերջին օրերը, որ ինչպես միշտ կհիշենք ամեն ընկերություն, ամեն հաստատություն, նույնիսկ պետություններ, կառավարություններ գնստին հաշվեհարկի դարվա ավարտին և իրենց հին դրանքները կանան դարվա ընթացքին և գնային թե իրենք ինչ ետ մուտք ունեցան, ինչ շահ, ինչ վնաս ունեցան։ Հաջորդող օրերում մենք նույնը պետք է կատարենք։ Պետք է բանանք մեր դրանքները, մեր թուղթերը խառնենք և տեսնենք, որ մենք դարվա ընթացքին ինչ կատարեցինք, որքան մեղք գործեցինք, որքան փարի կատարեցինք և մենք վերջապես ինչ կեզրակացնենք, ես ինչպիսին էի այս դարվա ընթացքին։
որպես մարդ, որպես քրիստոնյա, քիչ ավելի որպես հայ ժողովրդի զավակ, քիչ ավելի որպես քաղաքի զավակ, համայնքի զավակ եւ մասնակցողին։ Եվ անոր հիման վրա ես պետք է որ ճշտեմ իմ դիմաց ածող նոր դարվան, թե ես ինչ կրնամ սրբակրել, ինչպես կրնամ սրբակրվի, եւ ինչն է պետք է որ առաջնահերթություն տամ իմ կյանքիս մեջ, որ իսկապես, եթե հայ եմ անցակրով, իսկապես հայ ոչնի, եթե քրիստոնյա եմ ծննդյան հաստատակրով, իսկապես քրիստոնյա ոչնի, եթե իսկապես համայնքի անդամ եմ, իմ գործունեությանս նաեւ հարազատ համայնքի զավակ որպես ներկայանամ։ Այս բոլորը թուղթերով չեն ըլլա։ Դամ մեր բուցքի դախած խաչով, դամ կատուրած խաչով ինչպես կսեմ միշտ։ Այ փորձնական։ Եկեք հայրների ժամանակ խանանք մեր սրտերը, խանանք մեր հոգի թուրերը եւ նայենք թե ոնց ինչ կա եւ որքան հավատ կա։ Եթե կա հավատ, մենք պետք է զարգացնենք, եթե չկա, պետք է որ այդտեղ հավատքով լեցնենք։ Թող Աստված բոլորիս տա առողջություն եւ խաղաղություն եւ մեր Արցախ հայրենիքին ազատություն ամեն։ Որովհետեւ այժմ եւ Տեվավիդյան հավիտենից ամեն։ Եվ
թողություն շնորհես է։ Եվ մեղայությունից սպանցանով մահացում է, որ բվարությամբ և ասամքնորին, նահանձու և ասամքնորին, բարձությամբ և ասամքնորին, զուլությամբ և ասամքնորին, նեղապությամբ և ասամքնորին, գորգավորությամբ և ասամքնորին, ըղճահությամբ և ասամքնորին մեղա Աստուծո։ Աստված թողություն շնորհես է։ Եվ մեղամենայն պատվիրանացն Աստուծո, կանցարելացն և կաշարելացն, զիվոչ կանցանականս կատայեցի և ոչի կաշարելացն կտերացա, զորենսայի և կորինացն կրկասավ, իգարդս կրտնիությամբ կրավերեցավ, և կորզոց շրանաժար կտա, իդելով շարինգավան կորացավ, և բարյաց կորզոց ես ինսեն կտերացավ, բայինց, զորն ասեմ կամ զոր կոստովանին, զիանքվեն անցանքին, անասելեն աներնույթունքին, աներելի է ցավքին և ապոջոշկելի են վերքին մեղա Աստված թողություն շնորհես է ամենայն հանցանացերոց։ Այս սուրբ զգեզնի միշլով տաշտության և բարեխոսան միացի որդին Աստուծո, զիշանությամբ որտեղ գալեք ես, արսագեցնես իսիկավից մեղացի ոսաղաչեմ զգես։ Դեր ողորմյա, ողորմեցից ես մարդասերն Աստված է թողություն շնորհես է ամենայն հանցանացերոց, խոստովանացերոցն և մորացերոցն, և ես կարկալս կայնական շանության և հրամանավն Աստվածային, թե զոր արձագիցեք, թե ևիցի արձագյալերինս, նորի պանի վարձագեյության ամենամասնաշտել մեղացերոց, իխորդոց, իպանից և իգորդոց, անուն հոր և որդոյ ողմի սրբով, և դարձյալ դամսել խորուտ ու սուրբ եկեղեցով, զորիչ գործից է Փարիզ, ևիցից է բարեգործունի բարեզանդեցյալ գենացն, ամեն։